Այսօրվա դրությամբ մենք ունենք 3 հաստատված դեպք, երկուսը նույն ընտանիքից են, 3-ն էլ եկել են Վրաստանից, նրանց նկատմամբ եւ շրջապատի նկատմամբ աշխատանքներ կատարվում են, բուժական, ախտորոշիչ, եւ ես կարծում եմ պետք է զգոն լինենք ամեն դեպքում, որպեսզի այն տարածում չունենա, սակայն մի բան ինձ առավել վստահություն է ներշնչում, որ չի տարածվի, քանի որ մենք համապատասխան ժամանակահատվածում, դա 2007-8 թվականներին, բավականին լայն ընդգրկումով պատվաստումներ ենք իրականացրել ազգաբնակության շրջանում եւ իր ազդեցությունը դա կունենա։ Հարևան Վրաստանը այդ ժամանակահատվածում չկարողացավ նման լայնամասշտաբ պատվաստումներ իրականացնել եւ այդ պատճառով նրանց մոտ այսօր կա բռնկում եւ ցավոք սրտի մեր հարևան մյուս երկրներում էլ դա նկատվում է եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում մեր ունեցած տեղեկություններով նույնպես կարմրուկի բռնկումներ կան ամեն դեպքում մենք Վրաստանի սահմանի վրա կետ ենք դրել երբ յուրաքանչյուր եկողի անպայման որոշակի հետազոտություններ ենք անցկացնում նոր ենք ներս թողնում սակայն հնարավոր է որ գաղտնի շրջանում լինի հիվանդությունը եւ արդեն իսկ ներսում այդ 3 մարդկանց մոտ որ հայտնաբերեցին այդ դեպքերից է չկարողանանք հայտնաբերել ամեն դեպքում մեր համակարգը պատրաստ է նման ուրեմն վարակները կանխարգելելու համար մենք հայտարարել ենք որ այն մարդիկ որոնք պետք է մեկնեն Վրաստան հանգստանալու կամ այլ գործերով անպայման նպատակահարմար է 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ եւ պետք է ասեմ բավականին մեծ հոսք է նկատվում մեր պոլիկլինիկաներում